վերջույն շարունակում ենք ուրեմն Python-ի խնդիրների դիտարկումը, ելի ռեկուրսիա ենք օգտագործելու այստեղ եւ հիմա միասին դիտարկենք հետեւյալ խնդիրը։ Մենք այս ոճի խնդիր լուծել ենք։ Ուրեմն նախորդ վիդեոներում լուծենք այսպիսի խնդիր ունենք ուրեմն list, որը string-ից եւ թվից էր բաղկացած, ու ասում էր այդ տառը այդքան անգամ կրկնվի։ Հիմա պետք է անենք հակառակ, այսինքն օրինակ այս տառը այսքան անգամ կրկնվել է, պետք է հաշվենք թե քանի անգամ է կրկնվել ու սարքենք մի list, որը բաղկացած կլինի տվյալ տարից ու յա կրկնվելու քանակից։ Օրինակ ան 12-ը, չգիտեմ, այստեղ ben 4-ը եւ այդպես շարունակ։ Հիմա փորձենք սա ռեկուրսիվ կերպով իրականացնել։ Անցնենք առաջ, ուրեմն ֆունկցիան եկեք հայտարարենք def function, եկեք sense գրենք, ուրեմն սա մեր ֆունկցիան։ Ֆունկցիան ստանում է երկու արգումենտ։ Ուրեմն առաջին արգումենտը դա այս list-ն է, որի վրա որ պետք է մենք աշխատենք, ուրեմն my list-ը, իսկ երկրորդ արգումենտը դա լինելու է ուրեմն default արժեքով count-ը, որ ես պետք է հաշվեմ, թե տվյալ տարը քանի անգամ է կրկնվում։ Այս count-ը թե տվյալ տարերը քանի անգամ են կրկնվում, սա է անում։ Եվ իհարկե ինքը վերադարձնում է list։ Այսպես։ Հիմա անցնենք մարմնի իրականացման։ Ուրեմն ինչ եմ իրան նախ բազային պայման պետք է տամ, հա, այսինքն բազային պայման sense ինչ է ենթադրում, կամ ընդհանրապես ոնց եմ աշխատելու։ Ուրեմն տեսեք ինչպես եմ վարվում։ Վերցրել եմ երկու տար, սկսեմ իրար հետ համատել։ Եթե տարերը նույնն են, արդեն վերցրել եմ այս list-ը ռեկուրսիվ կերպով։ Ու այդ նույն այս նոր վերցած list-ը երկու տարերը համեմատեմ, ամեն անգամ այդպես շարունակեմ։ Ու այսքան շարունակում այնքան ժամանակ, քանի վերջում չի մնացել ընդամենը 1 տար, որովհետև հնարավոր է, որ այս երկուսը էլի իրար հավասար են, հա, այսինքն այս b-ի փոխարեն ստե լիներ a։ Սա էլ է հնարավոր։ Դրա համար որպես բազային պայման գրում եմ հետևյալ կերպ։ Այսինքն որ դեպքում ինքը պետք է իր աշխատանքը դադարեցնի։ Եթե իմ mylist-ի չափը len mylist-ը հավասար է 1-ի, ապա այդ դեպքում ես վերադարձնում եմ արդեն ուրեմն mylist-ի 0-ն ու count-ը որպես մի list։ Return եմ անում, ուրեմն list եմ վերադարձնելու, վերադարձնում եմ mylist-ի 0-րդ տարը եւ count քանակը թե տար քանի անգամ է կրկնվել, այսպես։ Հաջորդ if-ը, որ իրենց ենթադրելու է հետևյալը, ուրեմն ինքը վերցնելու է ես 2 տարի սկսի հարևան տարը իրարից ստուգել։ Եթե այսպես mylist-ի 0-րդ տարը հավասար է mylist-ի առաջին տարին, հա, այս երկու տարերը իրար հավասար են։ Ուրեմն ես ռեկուրսիվ կերպով շարունակում եմ իմ որոնման process-ը, այլ կերպ ասած return եմ անում, ուրեմն կանչում եմ էլի նույն ֆունկցիան, function-ը, իրան փոխանցում եմ, function-ը փոխանցում եմ, ուրեմն այս նույն list-ը, բայց արդեն այստեղից սկսած։ Այսինքն իրան փոխանցում եմ mylist-ի տարերը սկսած 1-ից արդեն ու մինչև վերջ, իսկ count-ը ես 1-ով մեծացնում, այսինքն count +1 եմ գրում։ Count-ի արժեքը 1-ով մեծացնում, count-ի նախին արժեք +1։ Սա այս դեպքում, հակառակ դեպքում նշանակում է հետևյալը, որ այս երկու տարերը իրար հավասար չեն, օրինակ այս դեպքն է։ Այս երկու տարերը իրար հավասար չեն։ Այդ դեպքում ես ինչ հաշվել եմ, դա որպես list պետք է ձևավորեմ ուղարկեմ։ Այսինքն return եմ անում։ Ուրեմն list եմ return վերադարձնելու։ My list-ի 0-րդ տարը count-ը, որը որ ես հաշվել եմ տվյալ տարի համար, սա գումած արդեն հաջորդ կանչ է, այսինքն ֆունկցիաների կանչում եմ ես, բայց ուշադրություն, function-ը երբ ես կանչում եմ, function-ը այսպես որ չեմ մոտ, function-ը երբ ես կանչում եմ, իրեն փոխանցում եմ իրան mylist-ը, ուրեմն 1-ից մինչև վերջ, իսկ count-ի փոխարեն ես իրան փոխանցում եմ ընդամենը 1, որովհետև քանակը պետք է սկսի արդեն նորից 1-ից հաշվել։ Եվ այսպիսով արդեն ոնց որ թե ծրագիրը աշխատանքը նորմալ կընթանա։ Եկեք տպենք, print անենք։ Ուրեմն մեր ֆունկցիան ենք կանչում, function-ն ենք կանչում։ Function-ին փոխանցում եմ այս list-ը։ Եվ իրան որպես ուրիշ արգումենտ չեմ տալիս, տեսեք, այստեղ default-ով եմ արժեքը տվել, ուզում եմ ուրիշ արգումենտ տալ, բայց չէ, դրան արժեք էլ չենք տալիս։ Հիմա սա պետք է աշխատացնենք ու ասենք քանի տարը, որ տարը քանի անգամ է կրկնվում։ Եվ ահա տեսեք, ան 12 անգամ, ben 4 անգամ, ան 6 եւ էլի ben 1 անգամ, որտեղ վերջում b էր։ Հիմա եթե ես ben սարքեմ a, ապա լինելու է a7 վերջում։ Այս չի լինելու, այստեղ լինելու է a7։ Հա, այստեղ չսարքեցի, որ կոմենտում սարքեցի։ Այսպես։ A7։
Այն ինչ որ ուզում ենք։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդրի հետ կապված, եթե հարցեր կունենաք մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդել YouTube-յան ալիքին, տարածել վիդեոկուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։